փոխգնդապետ Շարքային Տերտերյան, ներկայացել եմ զինվորական ծառայությունից ազատվելու կապակցությամբ։ Շնորհավորում եմ Տերտերյան։ Զորացրվողը երիտասարդների աշխարհի չեմպիոն Գասպար Տերտերյանն է։ Նա հայկական սպորտի ու հայկական բանակի պատիվը բարձր է պահել նաև բանակայինների աշխարհի առաջնությունում, դառնալով ոսկե մեդալակիր։ 2 տարի մարզական վաշտում ծառայելուց հետո բանակի կենտրոնական մարզականախումբի պետից ստանում է վերջին հրամանն ու բարեմաղթանքը։ Տարածված եւ արդեն դու այդ ուղղը ես ու քո անունը հայկական սպորտի պատմության մեջ գրվի ոսկե տաղանդը։ Ես լիահույս եմ, որ դու կհասնես դրան։ Սա քո զորամասն է, սա քո տունն է եղել այստեղ առօրյա տանցել։ Հուսով եմ չես մոռանա մեզ։ Երիտասարդների աշխարհի չեմպիոնը զորացրվում է բանակային լավ հիշողություններով, նոր ընկերներ ձեռք բերած, հոգեպես ու ֆիզիկապես ավելի ամուր։ Հայոց բանակից շատ բան կհիշեմ, ինձ հայոց բանակը շատ բան տվեց, լիքը բաներ հասկացա, նաև այս ոլորտի մեջ, ինչպես են զինվորները իրենց կյանքը անցկացնում այս 2 տարում, սովորեցինք կրակել, շարային պատրաստություն։ Մարզական վաշտը, որին կարելի է կոչել նաև չեմպիոնական վաշտ, կարևոր դեր ունի հայկական սպորտում։ Այստեղ կան գրված ու չգրված հստակ կանոններ։ Մարզիկը երբ որ զորակոչվեց մարզական վաշտ, սկզբունքը մեզ համար, որ իր մոտ ձևավորվի ավելի ճիշտ զարգանա մարդկային հատկանիշները եւ ամենակարևորը մարզական արդյունքները։ Եթե մարզիկը զորակոչվում է մարզական վաշտ զորացրվելուց ինքը իր նվաճումները չի ավելացրել, ուրեմն եւ ինքը եւ մենք լավ չենք աշխատել։ 2025-ին մարզական վաշտի զինվորներն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճել են 17 մեդալ, որից 8-ը ոսկե։ Մեդալների առյուծի բաժինը ըմբիշներինն ու բռնցքամարտիկներինն է։ Ըմբիշ Սարգիս Բեգոյանը 2025 թվականին ընդգրկվել է լավագույն զինվոր մարզիկների տասնյակում, պարգևատրվել է Ծովակալ Իսակովի մեդալով։ Նա նաև բանակայինների աշխարհի փոխ-չեմպիոն է։ Ես մեծ սիրով եմ կրում այս համազգեստը, ես համ պարապում եմ, համ ծառայում եմ, ինձ համար շատ մեծ պատիվ է այս համազգեստը կրելը։ Այս զորամասում է նաև 2023 թվականի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյանը։ Զորամասում շատ են նաև ֆուտբոլիստները։ Ներկայանալ զինվորական հագուստով ու փորձել երկրի դրոշը բարձր պահել, այդ ավելի առավելա կարծում եմ, քան հասարակ մարդու կերպարով փորձել բարձրացնել դրոշն ու հիմնը, քանի որ հենց մեր զինվորներն են մեր դրոշն ու հիմնը պահում, իրենց միջոցով որ բանակը կայունա։ Մեծ պատիվ է, որ ես համազգեստը կրում եմ ու կարողանում եմ էլի ինչ որ չափով մեր զինվորներին օգտակար լինել։ Նրանք սահմանում են, ես իմ գորգում։ Մենք մեր մասնագիտությունը ծառայում ենք Հայաստանի բանակին, մեր մասնագիտությունով պատիվը Հայաստանի բարձր ենք պահում, փորձում ենք ինչքան հնարավոր է լավ արդյունքներ գրանցենք։ Առաջիկա օրերին մարզական վաշտը կհամալրվի նոր մարզիկներով։ Նրանց հաղթանակները Հայաստանին նոր ճանաչում են բերելու, իսկ բանակում զինակից ընկերների համար լինելու են օրինակ, չեմպիոնի օրինակ։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։